Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Ազատագրական պայքարին զուգահեռ 1915 թվականին նա հայ որբերին հավաքելու եւ փրկելու նպատակով առաջնորդվում էր հետեւյալ նշանաբանով. մեկ հայը, մեկ ոսկի։ Հայորդին էր հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է մեր ավանի հայդուկապետերից Մուրադ Սեբաստացուն։ Մեր հաղորդման հյուրերն են պատմական գիտնի դոկտոր պրոֆեսոր Համլետ Գևորգյանը եւ Երևանի Պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ պատմական գիտնի տեխնացու Հովիկ Գրիգորյանը։ Բարի գալուց, պարոն Նայեք, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Հաղորդումը սկսելուց առաջ հարգելի հեռուստադիտողներ, դիտենք փոքրիկ ակնարկ, որտեղ կներկայացվի Սեբաստացի Մուրադի կյանքը եւ գործունեությունը, եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Մուրադ Սեբաստացին իսկական ազգանունն է Խրիմյան։ Ծնվել է Սեբաստիայի Կովտուն գյուղում 1874 թվականին։ Պատանի հասակից անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր։ Մուրադը սպանում է նրանցից մեկին, իսկ մյուսները փախչում են։ Թուրքական բանտից խուսափելու համար անցնում է Պոլիս, ուր մտերմանում է հայ վրիժառուների հետ։ Թուրք ոստիկան ծեծելուց հետո անցնում է Եգիպտոս, ապա Թիֆլիս։ Սասունի 1904 թվականի ապստամբությանը մասնակցելու նպատակով Սասուն մեկնած մարտական խմբերից միակը, որին հաջողվել է հասնել, Թորգոմի գլխավորած 27 մարտիկներից բաղկացած մրիկ հեծելախումբն էր, որի կազմում էին անվանի ֆիդայիներ Սեբաստացի Մուրադը, Քերին, Սեպուհը, Կայծակ Առաքելը։ Կովկաս վերադառնալուց առաջ Մուրադը Սուրբ Թադեի վանքի պատերին հետևյալ գրությունն է կատարում. Անցանք մենք ընդհուր եւ ընդջուր, իսկ ես կսեմ նաեւ ընդարյուն, եւ նորեն կերթանք դեպի հուր եւ արյուն։ Հավատարիմ այս պատգամին 1905-ից 6 թվականներին հայ-թաթարական կռիվների ժամանակ Մուրադը ղեկավարում է Նախիջևանի ինքնապաշտպանությունը, ապա ակտիվ դերակատարում ունենում Զանգեզուրում մղվող պայքարում։ 1910 թվականին իր ծննդավայրի Սուրբ Նշան վանքում Մուրադն ամուսնանում է ուսուցչուհի Ագապիի հետ։ Վկաներից էր Դանիել Վարուժանը, ով հիացած էր Մուրադի սխրանքներով։ Ցեղասպանության նախօրեին Մուրադը ժողովրդին նախապատրաստել է զինված պայքարի։ Նա սկսում է զենք հավաքել։ Սակայն հրապարակվում է Մուրադի ձերբակալման թուրքական հրամանը մեծ գլխագնով, եւ նա 1915 թվականի մարտին բարձրանում է Սարեր, որտեղից տեսնում է իր գյուղի քարավանը, կնոջն ու երեխային, որին կնքել էր Գևորգ Չաուշի անունով։ 22 զինակիցներով Սեբաստացին իջնում է Սև ծովի ափերը, Սամսոն, բռնագրավված թուրքական առագաստանավով հասնում են Բաթում, ապա ազատագրված Երզնկայում Մուրադը Կայծակ Առաքելի հետ զբաղվում է գերեվարված հայ որբերի ետգնմամբ։ Նշանաբանն էր մեկ հայը, մեկ ոսկի։ Փրկված հարյուրավոր որբերին հասցնելով Արաքսի ափ, վերադառնում են միանալու Անդրանիկին։ 1918 թվականին անձնուրացաբար մաքարել է հանուն Բաքվի հայության ինքնապաշտպանության։ Նահատակվել է օգոստոսի 4-ին։ Մարմինն ամփոփվել է Թիֆլիսում, Խոջիվանքի գերեզմանոցում։ Պարոն Գևորգյան, խնդրում եմ ներկայացնեք 1904 թվականի Սասունի ապստամբությունը եւ այդ ապստամբության ընթացքում Սեբաստացի Մուրադի ունեցած դերակատարությունը։ Սասունի ապստամբությունը մեր ազատագրական պայքարում 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայ ժողովրդի մահաց ազգային ազատագրական պայքարում ամենախոշոր նշանակալի մարտական ձեռնարկություն, մարտական գործողությունն էր, որին մասնակցել է նաև Սեբաստացի Մուրադը։ Սեբաստացի Մուրադը մինչև այդ արդեն մարտական որոշակի փորձառություն ուներ, երբ նա Սասուն է եկել 1903 թվականին մրիկ խմբով, այդ խմբի կազմում եղել են մեր նշանավոր ֆիդայիներից շատերը, Կայծակ Առաքելը, Սեպուհը, Քերին, Կայծակ Վաղարշակը, Գյումուշխանցի Ավոն, Տուրբախը եւ մյուսները։ Ահա դրանց կազմում էր նաև Սեբաստացի Մուրադը, որը վաղուց ի վեր երազում էր անպայմանորեն լինել Սասունում մեր ազատամարտի ամենանշանավոր վայրում։ Մուրադը այդ խմբի գեղեցկագույն զարդն էր, այդպես է նրան բնութագրում նշանավոր Սեբաստացուն, երբ նա կար ժամանակահատվածում այնպիսի հեղինակություն է ձեռք բերում Սասունում ֆիդայիների եւ ժողովրդի մեջ, որ երբ արդեն հարց է բարձրանում, թե ով պետք է ղեկավարեր Սասունի ապստամբությունը,
Համար 1 թեկնածուների շարքում նշվում է նաև Սեբաստացի Մուրադի անունը։ Իրական առաջնորդն իհարկե Տարոն Աշխարհի եւ Սասունի հրաշ դժոխքն էր, բայց հրաշ դժոխքը չէր հավակնում լինելու մարտական ուժերի հրամանատար եւ մնացել են 3 հոգի թեկնածուներից։ Առաջինը իհարկե Գևորգ Չավուշն էր, որը շատ ավելի հայտնի էր, Սեբաստացի Մուրադը եւ Անդրանիկը։ Գևորգ Չավուշը նույնպես համեստ, այդպես նկարագիր ունեցող մարդ էր, եղել հրաժարվում է, Սեբաստացի Մուրադը նույնպես հրաժարվում է եւ ահա այդ երկուսի առաջարկությամբ հրամանատարությունը ստանձնում է Անդրանիկը։ Սասունի ապստամբությունը պիտի ասել, որ այնքան էլ պատրաստված չէր եւ սկսվեց վաղաժամ, այն ինչ որ ծրագրել էր հրաշ դժոխքը, դա չիրականացվեց։ Սասունի ապստամբությունը վաղաժամ սկսվեց, շատ թույլ պատրաստված, թեև Սասունի մարտական ուժերի հերոսական դիմադրությանը իհարկե Սասունը երկարատև դիմադրել չէր կարող։ Եվ ի վերջո թուրքական կանոնավոր զորամասերին հաջողվում է ընկճել Սասունի պաշտպանների դիմադրությունը եւ ներխուժել Սասուն եւ ահա այստեղ Սասունի բնակչությունը զգալի կորուստներ է ունենում եւ ահա այստեղ էր որ իր նշանակալի խոսքն ասեց Սեբաստացի Մուրադը։ Նա Սասունի բնակչության մի մասին տեղափոխեց դաշտ եւ այդ հանձնարարությունը Սասունի ինքնապաշտպանական ուժերի մարտական խորհրդի առաջադրանքով այդ հանձնարարությունը տալիս են Սեբաստացի Մուրադին եւ դա պատահական չէր, որովհետեւ այդ կռիվների ընթացքում Մուրադը իրեն դրսեւորել է որպես հմուտ հրամանատար, շատ քաջ ազատամարտիկ եւ ահա նա կարողանում է Սասունի բնակչության զգալի մասին տեղափոխել իհարկե ճանապարհին կռիվներ մղելով գրեթե անկորից տեղափոխել եւ բնակեցնել դաշտի գյուղերում։ Դա Սասունի ապստամբության ժամանակ Սեբաստացի Մուրադի մեծագույն ծառայությունը կարևորը բնակչության հայ բնակչությանը փրկել է։ Այո։ Սասունի ապստամբությունը դրա գլխավոր նպատակն այն էր, որ երկարատև դիմադրությամբ եվրոպական տերությունների ուշադրությունը բևեռել հայկական հարցի վրա, իսկ այդ եվրոպական տերություններին ապավինելը դարձել էր մեր ազատագրական պայքար առաջնորդող հայ եղապահական դաշնակցության գործնեության կարելի է ասել գլխավոր ուղենիշը, որը չիրականացավ։ Սասունը թեև հերոսական դիմադրության այնուամենայնիվ թուրքերին հաջողվեց ընկճել սասունցիների դիմադրությունը եւ եվրոպական տերությունները ոչ մի ուշադրություն էլ չբևեռեցին հայկական հարցի վրա։ Սակայն նաև պիտի մեր հերոստատիտողներին ներկայացնենք, որ Սասունի ապստամբությանը մասնակցում են շատ փոքրաթիվ ֆիդայներ, որոնք դիմադրում են տասնյակ հազարավոր, այո։ 1000 զինվորներից ավել չի եղել, կռվողներ, որոնցից զգալի մասը զինված է եղել հնատիպ զենքերով, շատ քչերն են, որ ունեցել են Մոսին հրացիներ, բայց այնուամենայնիվ Սասունի ապստամբությունը իր հերոսականությամբ ունեցավ առավելապես դաստիարակիչ նշանակություն։ Ոգևորիչ, այո, շատերը Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Սեբաստացի Մուրադին նվիրված պատմություններով եւ երգերով իհարկե ոգևորված զինվորագրում էին հայոց ազատամարտի վերջի այդ ամենի ընթացքում։ Պարոն Գրիգորյան, խնդրում եմ ներկայացեք ֆիդայական շարժման ընդհանուր պատկերը եւ դրանում Մուրադի ունեցած տեղը եւ դերը։ Գաղտնիք ասած չեմ, եթե ասեմ, որ 19-րդ դարի վերջը եւ 20-րդ դարի սկիզբը մեր պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ մենք իսկապես ասպարեզում ունենում ենք բազմաթիվ նվիրյալներ, հերոսական գործիչներ, մեկը մեկից հերոսական, ըստ որում որը մեկի հերոսության, քաջության, հայրենասիրության վրա կասկած չպետք է այսպես ունենալ, բայց բնականաբար այդ հերոսները, որոնց մեջ կային հերոսները, ամեն մեկը յուրովի, մեծ փառք ունեցող հայդուկներ կային, Նիկոլ Դուման, Գևորգ Չավուշ, Անդրանիկ, Սերոբ Աղբյուր, Հրայր Դժոխք, ամենաայդպես ականավոր գործիչներից մեկը մեր ազատագրական պայքարում, Գուրգենը եւ ուրիշներ։ Եվ բնականաբար ազատագրական պայքարի գործիչների այդ փաղանգում ամեն մեկը յուրովի իր տեղն ունի։ Երբ մենք նայում ենք Սեբաստացի Մուրադի անձին, որպես ազատագրական պայքարի գործիչ, առաջին հայացքից կարծեք թե նա շատ զիջում է մյուսներին, չէ՞։ Երբ նայում ենք առաջին հերթին, առաջին հայացքից կարծեք առաջին պլանում չի երևում։ Համեստ էր, ինչպես պարոն Գևորգյանը արդեն նշեց, ինչպես եւ Գևորգ Չավուշն էր համեստ եւ ունենալով մեծ ունակություններ,
Համենայն դեպս չէր հավակնում առաջատար դերերի, բայց գործի մեջ նա արդեն շատ արագ էր երևում եւ գործի մեջ իսկապես երևում էր, որ նա անփոխարինելի է։ Երկար եմ մտածել Մուրադի կերպարի հետ կապված, եւ պիտի ասեմ, որ ինձ համար կարծեք հայտնաբերեց մի բան, որ նա կարծեք թե մեր հայդուկային շարժման գործիչների մեջ ամենաօգտակար գործիչներից մեկն է եղել։ Միշտ չի որ հայդուկը ամեն բնակավարում կարող է օգտակար լինել։ Մուրադը այս իմաստով շատ հետաքրքիր կերպար է։ Պարոն Գևորգյանը ներկայացրեց նրա դերը Սասունի ապստամբության շրջանում, երբ նա կարող էր իսկապես առաջինը լինել, բայց թողեց այդ դերը Անդրանիկին, զիջեց Անդրանիկին եւ առաջին հայացքից նա կարծեք առաջատար չի, բայց ամենևին պատահական չէր, հենց նրան է վստահում Սասունի խաղաղ բնակչության փրկության գործը։ Սա ամեն մեկին չեմ վստահում, սա լուրջ գործ է։ Բայց Մուրադի կերպարը միայն դա չի։ Մուրադը մինչև Սասուն մեկնելը արդեն ուներ որոշակի կենսագրություն եւ մեր ազատագրական պայքարի համար նաեւ օգտակար գործունեություններ ծավալել։ Կռիվ իհարկե հասկանալի է, բայց մեր ազատագրական պայքարի ամենալուրջ խնդիրներից մեկը այդ պայքարի զինելու խնդիրն է եղել։ Արևմտյան Հայաստան զենք զինամթերք ուղարկելու այդ գործը կազմակերպելու խնդիրը։ Որը բավականին դժվար եւ բավականին դժվար է, քիչ էլ անշնորհակալ գործ է, չերևացող գործ է եւ շատ պահանջում է որ չերևա ընդհանրապես այդ գործանողը, բայց Մուրադ Սեբաստացին այս բնակավարում իսկապես անփոխարինելի գործի չի եղել եւ նախքան Սասուն մեկնելը, ինչպես եւ շատերը նա էլ մղվում էր դեպի Արևմտյան Հայաստան, շատ է փորձել գնալ, բայց նրան անդադ հետ էին պահում, որովհետեւ նա ուներ օգտակար կատարելիք դեր Կարսի մարզի տարածքում, որտեղ զենքի, զինամթերքի պայստավորման, սահմանամերձ շրջաններ տեղափոխելու, այդ խմբերը հանդերձավորելու, զինելու գործում կարևոր դերակատարություն է ունեցել։ Ժամանակի ուշագիրները բավականին դիտարկիր վկայություններ են թողել նրա կատարած մեծ դերի վերաբերել այս հարցում։ Թե ինչպես նա կարող էր, ասենք, հայտնվել Ալեքսանդրապոլում շատ հասարակ այսպես կերպարով, զիուրանստած, որպես առևտրական կամ ինչ-որ կերպար, կարող էր այդ թամբերի մեջ տեղավորել հրացաններ կամ փամփուշտներ տեղափոխել հարմար տեղեր, այսինքն գործի այն սև մասն է, որ շատ օգտակար գործ է։ Մեր ազատագրական պայքարը այսպիսի գործիչների կարիք ունի շատ, որոնք այդ սև գործը պիտի կատարեն։ Առանց որի պայքարը առանց որի պայքար կազմակերպելը հնարավոր չի, առանց որի ազատագրական պայքարը բնականաբար դատապարտված է անհաջողության։ Եվ Մուրադը միայն այս առումով չի, որ անփոխարինել է, որտեղ տեսնում ենք անփոխարինել է։ Շատ հետաքրքիր մի նամակ ունի Ռուբեն Տերմինասյանը 1906 թվականին է հայ-թաթարական կռիվներին կարծում եմ դեռ կանդրադառնանք։ Այդ կռիվների շրջանում է նամակ է ուղարկում, ուրեմն Տարոնից ասում է, այդ Մուրադին ասում է, սխալ տեղ եք դրել ասում է։ Նրանց հետ ասում է թաթարների, համշարիները ասում է, դրանց ասում է հարցերը ով ասես կլուծի։ Նրան ասում է իր տեղը բերեք, թողեք ասում է Կարսի մարզում գա եւ զբաղվի զենքի զինամթերքի ասում է փոխադրման գործի կազմակերպման, որովհետեւ ամեն մեկը չի որ սա կարող է կատարել։ Հա, այնտեղ քաջը Մուրադը երևաց իսկապես Զանգեզուրում, բայց այդ գործը, այդ սև գործը Մուրադը իսկապես կատարեց Կարսում, իհարկե միայնակ չէր, իր կողքին կային նաև ուրիշներ, Արամայիս Վազնավուրյաններ այնտեղ, էլի գործիչներ էին, որոնք այդ գործով զբաղվում էին, բայց Մուրադի դերը հայդուկային պայքարում միշտ այս ասպեկտով եմ գնահատում, որ նա իսկապես առաջին հայացքից համեստ է, ոչ մեկին չի զիջում իր քաջությամբ, թեև շատ բարձր կրթական մակարդակ չունի, բայց իր բնատուր խելքով չի զիջում, շատ-շատերին նաև գերազանցում է անznուրած նվիրված երբ նվիրված է իր գործին իսկապես հարկեղած դեպքում ինչու՞ չէ նաև կարող է ամենակաջի կողքին լինել եւ քաջերի քաջը դառնալ այսինքն Սեբաստացի Մուրադը ֆիդայական շարժման մեջ դրսևորվել է երկու կարևոր ուղղությամբ նախապատրաստում նշեցիք այդ զենքերի տեղափոխում եւ արդեն բուն ֆիդայական պայքարին ակտիվ մասնակցություն ղեկավար դերակատարել եւ նաև Կարսի մարզում նա հայտնի է Շանթ խմբի կազմում է եղել որի դերակատարությունը շատ է տակիր է, սա հայտնի Փոթորիկ խմբի հետ կապված գործ է, որ պարզվում է, որ նա այլ այդ բնակավարում էր նրա կարողությունները օգտագործում եւ Մուրադը երբեմն հեռանում էր, չէ՞, Կարսից մեկնում էր Թիֆլիս կամ այլ վայրեր կատարելու համապատասխան հանձնարարություն, այսինքն նաեւ կատարում էր այդ տիպի առաջադրանք, այսինքն բազմակողմանի, այսպես կայացած հայդուկ էր, էլի հայդուկ կա, որ կարող է միայն կռվի մեջ է երևում։ Հայդուկ կա, որի օգտակար դերը այլ տեղերում է նաև երևում եւ արդյունավետությունն է։ Իսկապես այդ իմաստով նա արդյունավետ հայդուկ է։ Նաև ոչ միայն հայդուկ, նաև իր հետագա կենսագրության մեջ մենք տեսնում ենք նրա գործունեության արդյունավետությունը, որտեղ էլ նա լինի, իսկապես դա կլինի հայ-թաթարական կռիվների ճակատում, դա հետո կլինի ընդհանրենք
երի թուրքական հեղաշրջումից հետո հայրենի, երբ զնկավանի այդ Սեբաստիան ծավալածի մշակութային գործունեության ասպարեզում կլինի առաջին աշխարհամարտի բոլոր տեղերում նրա գործունեությունը իսկապես արդյունավետ է եւ բոլոր հայդուկներին չի, որ սա շատ բնորոշ է, պետք է ասել։ Այս առումով եզակիներից էր նա։ Յուրահատուկ հայդուկ է, այսպես կարող ենք ասել եւ ամենևին էլ պատահական չէ, որ ժամանակը երևի թե ավելի պիտի ցույց տա նրա կարևոր դերակատարությունը մեր ազատագրական պայքարում։ Մի տեսակ կարծեք ստվերում է հայտնվել ընդհանրապես, թե աշխատություններ կան տպագրված, բայց իրական մուրադի կերպարը կարծում եմ դեռ պետք է վերանել եւ պարոն Գևորգյանը էլ դառնալ վերանելիք ունի։ Կարծել է նրա օժտվածությունը շատ հստակ կերպով դրսևորվել է ՀՅԴ դաշնակցության 4-րդ ընդհանուր ժողովում, որը տեղի ունեցել Վիեննայում։ Դա պատմական նշանակություն ունեցող ընդհանուր ժողով էր, որտեղ ընդունվել է երկու ծրագիր՝ Կովկասյան նախագիծը եւ սոցիալիզմը, ընկերվարությունը։ Այդ համաժողովին մասնակցել են մեր բոլոր նշանավոր, գրեթե բոլոր նշանավոր ֆիդայիները, Անդրանիկը, Սեպուհը, Սև Քարեցի Սակոն, բայց ելույթ է ունեցել հիմնականում Մուրադը։ Հատկապես Կովկասյան նախագծի վերաբերյալ նրա դատողությունները, ինչ ասեմ, եթե ծանոթանաք, թվում է թե նա ավարտել է ամենաբարձրագույն համալսարանը։ Բանավիճերում նա շատ ավելի խելացի մտքեր է արտահայտում, քան մյուսները, ովքեր որ ավարտել են եվրոպական համալսարաներում։ Եվ Կովկասյան նախագծի կապակցությամբ նա իրավացորեն ասում է, դաշնակցությունը ընդունել էր մի ծրագիր, որով ինքնապաշտպանությունից անցնում էր հեղափոխական գործունեության ընդդեմ ցարիզմի։ Մուրադը շատ իրավացիորեն ասում է, մենք Թուրքա-արևմտյան Հայաստանի հարցը չլուծած, երբ հեղափոխական պայքար են մղում սուլտանիզմի դեմ, սուլտանի դեմ, այս անգամ էլ ցարիզմի դեմ պետք է հեղափոխական պայքար մղենք։ Սա շատ անլուրջ տեսակետ էր եւ մեր հայության ուժը չէր կարող այդքան լինել, որպեսզի պայքարեն երկու ճակատում եւ Մուրադը իրավացորեն հարց է տնում, որ այս ծրագիրը հեղափոխական պայքարը ընդդեմ ցարիզմի դա բոլորովին տեղին չէ։ Եվ բազմաթիվ հարցերի վերաբերյալ Մուրադի արտահայտած տեսակետները թե սոցիալիզմի վերաբերյալ, թե այլ հարցերի վերաբերյալ իրոք շատ լավ տրամաբանված եւ խելացի այս արտադրումներ են պարունակում։ Սեբաստացի Մուրադը Սասունով թրծվեց, հայտնի դեմք դարձավ, բայց նրա հերոսականությունը հատկապես դրսևորվեց 1905-1906 թվականի հայ-թաթարական կռիվների ընթացքում ինքնապաշտպանության կազմակերպման եւ այդ ամենը ընթացք տալու ղեկավար դերակատարությամբ։ 1905 թվական, 5-6 թվականն մեր ազատագրական պայքարի կարևորագույն եւ կարելի ասել հերոսական էջերից է, որովհետեւ այսօր մենք նշեցինք հայոց մեծ եղեռնի ցեղասպանության 100-ամյակը, սակայն պետք է նաեւ նշել, որ ցեղասպանության փորձեր հայության նկատմամբ եղել են մինչև 1915 թիվը։ Դրանցից մեկը 1905 թվականի 5 թվականն էր, երբ Կովկասահայության նկատմամբ փորձեց իրականացվել ցեղասպանություն։ Սակայն այդ ցեղասպանությունը Կովկասահայության նկատմամբ ցախողվեց շնորհիվ մեր ֆիդայիների գլխավորությամբ կազմակերպված ինքնապաշտպանության։ Ահա կազմակերպիչներից մեկն էլ հենց Սեբաստացի Մուրադն էր։ Ընդհանուր ջարդերը ցարիզմի ցարական իշխանությունների թողտղությամբ մահմետական թուրքական զինված ամբոխը, զինված հրոսակախմբերը սկսեցին հայկական կոտորածները Բաքվից եւ ահա այդ ջարդերի ալիքը սփռվեց, տարածվեց գրեթե բոլոր հայաբնակ շրջաններում։ Հայության փրկությունը միայն կազմակերպված ինքնապաշտպանությունն էր։ Այդ օրերին Կովկասահայության եղբայրներին օգնելու նպատակով Կովկասում էին գտնվում մեր փառապանծ ֆիդայիների մեծ մասը։ Բացառությամբ Գևորգ Չավուշից եւ նրա խմբից, որոնք Սասունում են, եւ Անդրանիկը, որ գտնվում էր Բուլղարիայում։ Մնացած բոլոր անվանի ֆիդայիները Կովկասում էին։ Յուրաքանչյուրին հանձնարարված էր ինքնապաշտպանական որևէ շրջանի ղեկավարությունը։ Գլխավոր ամենաընթարցակ շրջանը դա Երևանի նահանգն էր, որի ընդհանուր հրամանատարը մեր ազատագրական պայքարի ամենանշանավոր գործիչներից մեկը Նիկոլ Դումանն էր։
Այդ ինքնապաշտպանական շրջանի մեջ էր ընդգրված նաև Զանգեզուրը։ Զանգեզուրը վարչատարածքային առումով մաս չէր կազմում Երևանի նահանգի, նա Գանդի Ելիզավետով նահանգի է։ Բայց որպես ինքնապաշտպանական շրջան մտնում մասն էր կազմում Երևանի նահանգի, այսինքն Նիկոլ Դումանի հրամանատարությամբ էր գործում այդ շրջանը։ Եվ պիտի ասել, որ Զանգեզուրը ամենադժվարին շրջաներից մեկն էր։ Եվ ահա Նիկոլ Դումանը այդ շրջանի հրամանատարությունը հանձնում է հենց Սեբաստացի Մուրադին, որը իր անբաժան զինակիցների հետ Կայծակ Արաքելի, Գյումուշ-Խանձի Ավոյի եւ Մեշեդի Ավետիսի ուղեկցությամբ գալիս է Զանգեզուր եւ ներկայանում է Զանգեզուրի հոգեվոր թեմի առաջնորդ Ներսես եպիսկոպոս, այդ ժամանակ վարդապետ է եղել Մելիք Թանգյանին, մի հրաշալի կերպար մեր ազատագրական պայքարում այդ հոգեվորականը։ Եվ պիտի ասել, որ Սեբաստացի Մուրադը կարելի ասել մինուսից սկսեց, նույնիսկ զերոյից էլ չէ, Զանգեզուրի ինքնապաշտպանության կազմակերպումը։ Ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչպես նա կարողացավ իր զինակիցների եւ զանգեզուրցիների աջակցությամբ հաշված օրերի ընթացքում կազմակերպել Զանգեզուրի ինքնապաշտպանությունը։ Ուղղակի հրաշքի է նմանվում Մուրադի գլխավորությամբ տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերը։ Նա իրեն դրսևորում է որպես հմուտ ռազմագետ։ Նրա մղած բոլոր մարտերը ավարտվել են հայ ինքնապաշտպանական ուժերի հաղթանակով։ Եվ Մուրադը իր գլխավորությամբ, իր առաջնորդությամբ տոնած հաղթանակների ամբողջ այդ բաժինը վերագրում է Զանգեզուրցիներին, հերոս է անվանում, Զանգեզուրցիները հերոս ժողովուրդ են, նրանց հետ կռվելը խաղու պար է։ Այդպես Մուրադը իսկապես համեստ կերպար էր եւ այն ամենի ինչ որ արել է նա առաջին հերթին վերագրում է իր զինակիցներին։ Դե ինքն է ժողովրդական ղեկավար էր փաստորեն։ Եվ տեսեք, 1.5 տարվա ընթացող կռիվներում շատ գրեթե ամենաարյունահեղ կռիվները եղել են հենց Զանգեզուրում, որտեղ Զանգեզուրում իրոք մեր հայությունը զինված չի եղել, կազմակերպված չի եղել, իսկ թուրքը ճիշտ հակառակը։ Մեր գիտեք ինչ, մի զարմանալի բան։ Չգիտես ինչու միշտ կռիվների ժամանակ դալինի ինքնապաշտպանական թե այլ բնույթի հայ մարտական ուժերին առաջին հերթին պակասում է զենք զինամթերքը։ Զենք զինամթերքի համար հարկավոր էր փող չկա։ Կային հայ մեծահարուստներ, որոնցից գնդակահայեր մի կոպեկ էլ չէին տան։ Բայց դրա փոխարեն թուրքը միշտ զինված։ Եվ նրանց զենքերը զինում են առաջին հերթին իրենց մեծահարուստները, դրամատերերը եւ իրենց աղաներն ու բեկերը։ Ճիշտ հակառակը։ Ինչ որ հայը ունի, ունի նրա հակառակոր թուրքը։ Բայց դա չի խանգարում, որպեսզի Մուրադը կարողանար ինչպես հարկն է կազմակերպել Զանգեզուրյան մարտական ուժերը եւ ջարդ տալ հայկական բնակավայրերը ասպատակող թուրք ռուսակախմբերին։ Եվ ահա 6 թվականին թուրքերը հարկադրված պարզում են սպիտակ այդ դրոշը, բայրաղ, թուրքերն ասում են սպիտակ բայրաղը եւ գալիս են Ներսե arczepiskopos Մելիք Թանգյանի մոտ խնդրելու հաշտություն։ Իլդրիմ բեկ, ճարահատյալ, այո։ Ախր ով է այդ Ազրայիլ Մուրադը։ Այդ ինչ ձևի է մեզ կարողացավ կոտորել։ Մենք գիտենք, թե հայերը հլու հնազանդ խաղաղասեր փարամազի նման են։ Հնչակների առաջնորդ Փարամազը գնում էր իրենց մոտ, խոսում էր ազգերի բարեկամությունից, Հաֆեզ Ասադի մյուսներից բանաստեղծություններ արտասանում, ասում մենք գիտենք, թե հայերը բոլորը Փարամազի նման են, բայց այդ ով էր այդ Ազրայիլ Մուրադ, այդ ինչ ուժի տեր մարդ էր, որ մեզ այնպես ջարդ տվեց, որ մենք ճարահատյալ եկել խնդրում ենք, որ հաշտություն կայանա։ Եթե չլիներ ցարական ոստիկանության եւ զորքի միջամտությունը, Մուրադը ոչ մի թուրք չէր թողի Զանգեզուրում։ Եվ եթե Զանգեզուրը դրանից հետո եւ 18 թվականին եւ 20 թվականին եւ Նժդեհի գլխավորած Լեռնահայաստան ազատ Սյունիքի ժամանակ ահա այդպիսի հերոսական կռիվներ մնաց, հիմքը դրեց հենց Սեբաստացի Մուրադը։ Մարտական ուժերի գլխավոր կազմակերպիչը Զանգեզուրում հենց Սեբաստացի Մուրադն էր, որի գլխավորությամբ մեր ինքնապաշտպանական մարտական ուժերը տոնել են շատ փառահեղ հաղթանակ եւ իզուր չէ Նիկոլ Դումանը առաջին հերթին մեր հրամանատարներից շեշտում է Նիկոլ Դումանի այդ Սեբաստացի Մուրադի անունը եւ քեռու։ Բացի դրանից Սեբաստացի Մուրադի առաջնորդությամբ մարտնչեցին բազմաթիվ երիտասարդ մարտիկներ, օրինակ Դրոն։ Զանգեզուրում մարտնչել է հենց Սեբաստացի Մուրադի առաջնորդությամբ։ Եվ նա իր մարտական մկրտությունը ստացել է անցնելով Նիկոլ Դումանի եւ Սեբաստացի Մուրադի դպրոցով։
ահա նաև այդ նշանակություն ունեցավ, որ Սեբաստացի Մուրադի շնորհիվ մենք ունեցանք հրաշալի ազատամարտիկների մի փաղանք, ավելի երիտասարդ, որոնք իրենց հետագայում շատ հերոսաբար դրսևորեցին մայիսյան հերոսամարտերում։ Հոգացում։ Եվ ես կուզեի ավելացնել, որպես Զանգեզուրցի եւ Կապանցի Հենց գլխավոր կռիվն են տեղի ունեցել Ղափանի շրջանում, այո։ Ղափանի տարածքում է եղել եւ իմ հայրենի նաեւ գյուղի տարածքն է եղել, Քաջարանի շրջանի 5 գյուղերն են, որոնք թուրքական գյուղերի շրջապատման մեջ են եղել։ Շատ հետաքրքիր է, որ Մուրադը իսկապես Զանգեզուրում հերոսացավ, սա Եվ նրան անվանում են Զանգեզուրի հերոս, այդպես է։ Իսկական հերոսները այդպես են հերոսանում։ Շատ հետաքրքիր է, որ Մուրադը, որը արևմտահայ էր, Սեբաստիայից հերոսացավ Զանգեզուրում, եւ նրա ամենամեծ պարգևը որն էր, որ նրանից հետո Զանգեզուրում, հենց Ղափանում այդ տարիներին ծնված շատ տղա երեխաների տվեցին Մուրադան։ Սա ամենամեծ գնահատականն է նրա կատարած մեծները։ Հարգելի հեռուստատիտողներ, այժմ ունկնդրենք Սեբաստիայի հայրենակիցներին, Սեբաստացի Մուրադի ուղղած նամակից հատվածներ եւ շարունակենք մեր հաղորդումը։ Սիրելի հայրենակիցներ, գիտեմ, որ անհամբեր եք իմանալու մեր ավերված հայրենիքի վերջին կացության մասին։ Դրությունը շատ ավելի ծանր է երկրի մեջ, քան ինչ որ դուք իմացած եք կամ կարդացած թերթերի մեջ։ Թուրքերի վաղուց ցանկացած ծրագիրն էր, որ իրականացավ այժմ։ Իսկ մենք հայերս նրա փոխարեն չկարողացանք գետ զգաստ լինել թե երկրի, թե արտասահմանի մեջ։ Շատ դժվար է ինձ համար վերհիշել այն բոլորը ու գրել ինչ որ տեսա եւ ապրեցի։ Մանրամասնությունները շատ սրտաճմլիկ են։ Իրողությունն այն է, որ ամբողջ Սեբաստիայի շրջանի մեջ իմ հեռացած ժամանակ կգտնվեին 800-ի մոտ տղամարդ բանտի մեջ, 120 իսլամացած ընտանիք, 12000 իսլամացած երեխաներ ու 3000-ի մոտ կանայք։ Իհարկե շատ անմխիթար է դրությունը, սակայն մենք չպետք է հուսահատվենք։ Այսուհետև յուրաքանչյուրիս պարտքը պիտի լինի առաջին իսկ առիթին, երբ արտոնվի երկիր մտնել, գնալ փնտրել ու գտնել այն բեկորները, որոնց վիճակը անկարելի է երևակայել։ Գիտեք, սիրելի հայրենակիցներս, որ այժմ ազգային այս մեծ ճգնաժամին մենք ավելի քան երբեք պետք ունենք ձեռք-ձեռքի տված ու համերաշխ գործունեության։ Շատ տխուր երևույթ է մեր մեջ տեսնել այժմ իսկ կուսակցական նկատառումներով եւ կամ զանազան պատճառներով պառակտված եւ հակընդդեմ հատվածներ։ Կխնդրեմ ձեզանից, որ աշխատենք մեկ կողմ դնել այս բոլորը եւ պատրաստ գտնվենք ամեն տեսակ զոհողության մեր դժբախտ հայրենիքի վերաշինման համար։ Ես մի քանի օր հետո կմեկնիմ կռվի դաշտ, միանալու համար Անդրանիկին։ Իմ վերջին խորհուրդս կլինի ձեզ, որ չմարեք ձեր մեջ վրեժի զգացումը։ Այնքան ժամանակ, քանի դեռ թուրք ազգը գոյություն ունի աշխարհի վրա, վրեժը մեր սրբազան պարտականությունն է։ Պարոն Գրիգորյան, 1915 թվականին արևմտահայությունը ենթարկվեց ցեղասպանության թուրքական պետական մեքենայի կողմից կազմակերպված ձևով եւ սակայն դա ամենևին էլ մեր ֆիդայիների կամքը չկոտրեց, մասնավորապես Սեբաստացի Մուրադը կայծակառակելի հետ 15 թվականին ձեռնարկեց մեկ հայը, մեկ ոսկի նշանաբանով ծրագիր, կխնդրեի այդ կարևոր ռազմավարական հիրավի նշանակություն ունեցող ծրագիրը ներկայացնեիք։ Երբ պատերազմը սկսվեց, Մուրադը ի տարբերություն շատ ռազմական գործիչների Կովկասում չէր գտնվում, որտեղ շատ գործիչներ, նախորդ շրջանի ազատագրական պայքարի գործիչներ գտնվում էին Կովկասում եւ կանգնեցին կամավորական շարժման գլուխ, գլխավորեցին կամավորական ջոկատները։ Մուրադը Սեբաստիայում իհարկե փորձ կատարեց կազմակերպել ինքնապաշտպանություն։ Ցավոք չստացվեց, որովհետեւ եւ հայ պահպանողական տարերը եւ նաեւ անգամ հնչակյան այն գործիչները, որ կարող էին իր հետ համագործակցել, չգնացին համագործակցության եւ Սեբաստիայում դա չկարողացավ կազմակերպել հարկեղած ինքնապաշտպանություն։ Եվ շատ այսպես ֆենոմենալ մի ռեյդ կատարեց Սեբաստիա լեռներում։ Մի քանի ամսվա այսպես ռեյդ, որ հյուսիսով հասավ Սևծով, Սևծով հասավ Բաթում եւ ի վերջո ժամանելով Անդրկովկաս, այնուհետև մեկնեց ռազմաճակատ։ Տեսավ այն, ինչ կատարվել է արևմտահայության հետ։ Եվ բնական է, որ շատ մեծ էր այն ժամանակ եւ հիասթափությունը, եւ շատերի մեջ կար հուսահատությունը, բայց Սեբաստացի Մուրադը այդտեղ կարծեք ցույց տվեց, որ ինքը գործի մարդ է։ Իսկապես գործի մարդ է, որովհետեւ ինչ եղել էր, արդեն եղել էր։ Արևմտահայության մեծագույն մասը բնաջնջված էր։
բայց բնականաբար պետք էր մտածել հետոյի մասին, որովհետև պետք էր փրկել արևմտայության բեկորները։ Իսկ այդ բեկորները շատ հաճախ կանանց, երեխաների տարբերակով հիմնականում գտնվում էին թուրքերի մոտ, քրդերի մոտ, գերի վիճակում եւ պետք էր սրանց հայտնաբերել, պետք էր գտնել։ Իհարկե Մուրադը նստված էր ինչպես եւ շատ հայդիկներ վրեժխնդրության ոգով եւ գաղտնիք չի նաեւ որ նաեւ նրա հետ կապված, նրա սեպուի մյուսների հետ կապված են նաեւ հայոց ցեղասպանության մեղավորների համար վրեժխնդրական որոշակի գործողությունները։ Ամենևին պատահական չէ որ թուրքական կողմը հատկապես նրա եւ սեպուի նկատմամբ ուներ շատ մեծ այսպես ճշնամանք եւ պահանջում էր որ Հայաստանի կառավարությունը հանձնի Մուրադին եւ Սեպուին Բաթումի պայմանագրի հոդվածներից մեկն էլ դրան է վերաբերում, սա նրանց այդ պատժիչ գործողությունն է վերաբերում, բայց պատժիչ գործողությունների կողքին կար նաեւ ազգափրկիչ գործունեությունը։ Եվ Սեբաստացի Մուրադը շատ լավ հասկացավ, որ սա պետք է անել պարզապես հակթշնամուն շահագրգռելու ճանապարհով։ Ասենք հույս դնել նրա վրա, որ քուրդը կամ թուրքը կամ ավոր պետք է բերեն իրենց մոտ գտնվող հայ երեխային, հայ աղջկան հանձնեն հայկական կողմին, որքան էլ ռուսական բանակը գրավել էր այդ տարածքները եւ որքան էլ հայկամավորական ջոկատները գտնում են այդ տարածքներում, սա այդքան ռեալ չէր, իրատեսական չէր։ Սրանով էր բացատրում մեծ հայդուկի, նաեւ մեծ գործչի նախաձեռնությունը, փրկել բեկորները, այն բեկորները, որոնք մնացել են Արևմտյան Հայաստանի տարածքում։ Մի մասը գիտենք, գաղթեցվել էին, աքսորվել էին, գտնում էին անապատային շրջաններում։ Փրկել այն, ինչ մնացել էր երկրի տարածքում, որովհետև եթե ամեն ընտանիքից գոնե մի բեկոր էլ փրկվեր, էլի կարևոր բան էր։ Եվ այստեղ որ նախաձեռնում է, այո, արդեն ասացիք, մեկ հայ, մեկ ոսկի շարժում։ Բնական է, դա գումարների հետ կապված էր, այս կապակցությամբ Մուրադին նաև օգնեց Սեպուը, իր մտերիմ ընկերն էր, որ Մուրադը նրան է, որ նաև հրավիրում է, սկսելով այդ գործը կայծակառակել հետ Սեպուին նա հրավիրում է, կանչում է, Բիթլիս է կանչում, բայց հետո նա տեղափոխվում է Երզնկա եւ Երզնկայում անում է շատ մեծ աշխատանք այդ երեխաներին, աղջիկներին, դեռատի աղջիկներին, հատկապես քրդերի, թուրքերի ճիրաններից ազատագրելու գործում։ Հազարավոր հայ երեխաներ փրկվեցին իսկապես այդ գործում։ Իհարկե Մուրադի կողքին եղան նաև այդ գործը ընդօրինակողներ, մենք նաև գիտենք, որ այդ գործով Ռուբեն Տերմինասյանը նաև սկսեց զբաղվել, բայց շատ կարևոր է Մուրադի նախաձեռնությունը, որ նա նախաձեռնեց այդ շարժումը։ Իսկապես սա շատ կարևոր գործ էր եւ ճիշտ է արևմտայության մեծագույն մասը ոչնչացած էր, բայց հազարավոր երեխաների, հազարավոր որբերի փրկելը եւ Բերել Արաքս հասցնել Արևելյան Հայաստան հասցնելը, սա շատ կարևոր գործ էր եւ այսօր մենք իհարկե շատ առումներով նրան ենք պարտական Արևմտյան Հայաստանի որոշ շրջանների, հատկապես եթե նայում ենք արևմտյան հատվածների հայության բեկորները փրկելու առումով, որովհետեւ եթե վասպուրականը մենք նայում ենք, վասպուրականի հայությունը հիմնականում փրկվեց շնորհիվ ինքնապաշտպանական կռիվների։ Հիմնականում կորուստներ ունեցան հայկական այն շրջանները, որտեղ ինքնապաշտպանական կռիվները առանձնապես ուժեղ չէին եւ կորուստները մեծ էին, այդտեղից փրկվածները շատ քիչ էին եւ եթե մենք մեր ազգի, ազգային այսպես գենոֆոնդի այդ հատվածից ինչ որ բան փրկեցինք, այս հարցում Սեբաստացի Մուրադի դերակատարությունը անշուշտ մեծ է եւ սա պիտի գնահատել բնականաբար։ Այստեղ ինչու էր պայմանավորված միայն փողով չէ, որ նա կարողանում է երեխաներին փրկել։ Դա մի ուրիշ հանգամանք էլ կա։ Սասունում գտնվելու ժամանակ դրանից առաջ էլ Մուրադը կարողացել է լավ կապեր հաստատել քուրդ ցեղապետերի հետ։ Նրան հարգել են, շատ քուրդ ցեղապետեր հարգել են Մուրադին եւ շատ անգամ հարգանքից ելնելով, որ նրանք բերել երեխաներին հանձնել, այնպես որ Մուրադի գնահատականը նաեւ տվել են մեր թշնամի հագարակորդները, քուրդ ցեղապետերը, որոնք հարգելով Մուրադին բերել հանձնել են երեխաներ։ Հարգելով եւ նաեւ վախենալով։ Իհարկե վախենալով։ Հարգանքի հիմքը գաղտնիք չէ, որ հենց վախներ նա նկատմամբ։ Պարոն Գևորգյան, Սեբաստացի Մուրադի գործունեության հետագա գլխավոր կամ առանցքային փուլերից մեկը դա հենց որը նախորդ շրջանի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում 1918 թվականի Բաքվի հայության ինքնապաշտպանության կազմակերպման գործում ունեցած նորից վճռորոշ դերակատարությունը։ Մուրադի գործունեության առավել կարևոր շրջանը այո 18 թիվներ, բայց մինչև Բաքու, որովհետև երբ արդեն ազատագրվել էր Արևմտյան Հայաստանը ամբողջովին ազատագրվել էր եւ պետք է վերաբնակեցվեր եղած
վերջին հայ բեկորները հավաքելով պետք է որ բնակեցվեր եւ կազմակերպվեր Հայաստանի վերջին բեկորների ինքնապաշտպանությունը Արևմտյան Հայաստանում։ Այդ նպատակառումով հայոց ազգային խորհուրդը Մուրադին նշանակում է որպես հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչ Երզնկայի ահա գավառում։ Միաժամանակ Մուրադը պետք է հավաքեր հայության բեկորներին, ինչպես Հովիկը ներկայացրեց, եւ պիտի որ ապահովեր նրանց ինքնապաշտպանությունը։ Այսինքն նրանց անընդհատ թուրքական հերոսախմբեր, քրդական եւ այլն հարձակում էին հայերի վրա։ Մուրադը պետք է անվտանգությունը ապահովեր։ Եվ նա ահա շատ մեծ դերակատարություն ունի Երզնկայում, այնուհետև Էրզրումում, որովհետև ռուսական զորքերի նահանջից հետո, իսկ հոկտեմբերից հետո ռուսական ռազմաճակատ այլևս գոյություն չուներ, այդ 720 կիլոմետրանոց ռազմաճակատը պետք է պաշտպանեին նոր կազմավորող հայկական փոքրականակ զորամասերը։ Զորամասերից մեկն էլ գնդապետ Մորելի գլխավորությամբ հենց Երզնկայում էր, բայց հիմնական գործողությունը կարելի է ասել, որ կազմակերպում ղեկավարում էր հենց Սեբաստացի Մուրադը։ Երբ թուրքական զորքերը անցնում են հարձակման, Մուրադը կարողանում է ձմռան խստաշունչ պայմաններում 1918 թվական փետրվարին հազարավոր հայերի անընդհատ որոնք ենթարկվում են հարձակումների կարողանում է տեղափոխել մինչև Էրզրում։ Հատկապես հրաշքի է նմանվում նրա անօրինակ անցումը Եփրատ գետով։ Թուրքերը եւ քրդերը երկու կողմից կրակ են տեղում ուրեմն հայ գաղթականության վրա։ Մուրադը գրոհ է տալիս, ճեղքում է այդ թուրքերի քրդերի մարտաշարքերը եւ հազարավոր հայերի կարողանում է հասնել Էրզրում եւ սպասում են Էրզրումի ռազմաճակատի հրամանատար Անդրանիկի Գալստյանը։ Պիտի ասել, որ Էրզրումի պաշտպանությունը, ռազմաճակատի պաշտպանությունը այդքան էլ լավ չի կազմակերպված եղել։ Էրզրումը գրեթե առանց դիմադրության հանձնել են թուրքերին։ Եվ դարձյալ կրակների կիզակետում Մուրադն է իր մարտական զինակից Սեփուհի հետ միասին 30,000-ից ավելի գաղթականություն անընդմեջ կռիվներով հասցրել մինչև Սարիղամիշ եւ Կարս։ Ահա Մուրադի գործնեության ամենակարևորագույն շրջաններից մեկը, եթե ոչ ամենակարևորագույնը։ Եվ ահա այստեղ էլ զուտ մարտավարական առումով դրսևորեց Մուրադի ռազմագիտական տաղանդը։ Նա Սեփուհի հետ միասին մեր հայ կական զորքի հրամանատար Արեշյանին, մի ապաշնոր գեներալի, ներկայացրեց մարտեր վարելու նոր տակտիկա, նոր մարտավարություն, այն է թուրքերը օգտվելով հայկական հրամանատարության ուրեմն պասիվությունից կարողանում են վերախմբավորել ուժերը եւ անընդմեջ հարվածել, անակնկալ հարվածներ տեղալ։ Մուրադն առաջարկում է ուրիշ մարտավարություն, շարժական զորամասներով անցել հակառակորդի թիգունքը եւ անընդհատ հարվածներ տեղալ, չթողել որ թուրքական զորամասերը կենտրոնանան եւ հարձակվեն հայկական ուրեմն զորամասերի վրա։ Սակայն գեներալ Արեշյանը նրանց ինչպես հարկն է չի ընդունում, նրանց անվանելով տգետ, չգիտեմ, ռազմագիտությունից հեռու մարդ, ահա այդպիսի պրոֆեսիոնալ կադրային զինվորականները մեր ազգային հերոսների նկատմամբ ահա այդպիսի վերաբերմունք ունեին։ Մանավանդ թուրքերը հարձակման ժամանակ, երբ նրանք խախտեցին Երզնկայի զինադատարը եւ անցան հարձակման, պատճառաբանում էին իբր թե գնում են իրենց արյունակիցներին պաշտպանելու, որոնց կոտորում է Սվասի Մուրադը եւ Բաբերցի Սեփուհը։ Եվ տեսեք, մեր ազգային խորհուրդը այդ երկու նշանավոր ռազմիկների հեռացնում է, տալիս է 50,000 ռուբլի եւ նրանց հեռացնում է Կովկասից ընդհանրապես։ Մուրադը մի հրաշալի մի մարդ, մտադրում է գնալ Մոսկվայի զորք բերելու Հայաստան ազատագրելու։ Մեկնում է հյուսային Կովկաս Սեփուհի հետ միասին, բայց քաղաքացիական կռիվներ են, նա չի կարողանում իհարկե գնալ առաջ, որովհետեւ ճանապարհները լրիվ փակ են, բայց կարողանում է հասնել Բաքու, այդ ժամանակ Բաքվի կոմունան էր։ Եվ Մուրադը գալիս ներկայանում է Ստեփան Շահումյանին եւ նույն օրն էլ մեկնում է ռազմաճակատի ամենաշիկացած կետը։ Եվ այդ նույն օրը ռազմաճակատում թուրքերի հարձակման հետևանքով ուրեմն Համազասպի եւ նրա հարևանությամբ մարտնչող մի գումարտակի շարքերը կարծեք թե տեղի են տալիս թուրքերի հարձակման եւ խոճապ է առաջանում։ Մուրադը անմիջապես ինքն է ստանձնում հրամանատարությունը եւ փաստորեն Մուրադը դառնում է այդ ռազմաճակատի հրամանատարը։ Բայց դժբախտաբար հենց նույն օրն էլ Մուրադը շատ կարճատև կյանքի ունենում Բաքվում։ Դա էլ երևի հայի չար բախտից էր։ Մուրադը որոշում է, ահա երբ կանգնեցնում է թուրքական, արդեն այդ մեր զինվորներից շատերը սկսում են նահանջել։ Նաեւ այնտեղ խմբեր կան, որոնք դիմել են փախուստի։
Մուրադը կանգնեցնում է այդ խոչապը եւ կողմը հետ է մղում թուրքերի գրոհը եւ ռազմաճակատ կայունացնում, փաստորեն ստանձնում է ռազմաճակատի հրամանատարությունը։ Եվ որոշում է գրավել տեղանքին իշխող բարձունքներից մեկը։ Սեպուհը համաձայն չի լինում, բայց Մուրադն ասում է պետք է գրավենք այդ բարձունը, որովհետեւ դա ռազմավարական նշանակություն ունի, ահա այս շրջապատի նկատմամբ։ Եվ գրոհ է տալիս, գրավում է այդ բարձունքը, բայց մի պատահական գնդակ դավադիր գնդակ, այո։ Եվ այստեղ էլ Մուրադը առաջարկում է Բաքվի կոմունայի զորքի հրամանատարությունը կիրառել այն մի մարտավարություն, որը չընդունվեց Սարիղամիշում։ Հետևյալն էր նավակներով անցնել թուրքերի թիկունքը եւ այնտեղից սկսել հարվածել թուրքերի թիկունքին։ Այսինքն սա նմանվում է պարտիզանական կռիվներ վարելու մարտավարությանը։ Բայց Մուրադը զոհվեց եւ ահա այդ մարտավարությունը չիրականացավ եւ գիտենք որ Բաքուն ի վերջո գրավեցին թուրքերը եւ տեղ ունեցավ Բաքվի հայության կոտորածները։ Ափսոս Մուրադ, եթե մնար ես խորապես համոզված եմ, որ Մուրադի նման մարդը կարողանար կազմակերպել Բաքվի պաշտպանությունը եւ թուրքերի այդ Էնվերի եղբայր Նուրի Փաշային չէր հաջողվի։ Բարեբախտաբար մեր ժողովրդի արգանդը Մուրադներով ծնում է, բայց դժբախտաբար շուտ զոհվում են։ Ես կցանկանայի մի խնդրի անդրադառնալ, նաեւ Սեբաստացի Մուրադ գործչի կեցվածքն է այն ժամանակվա շատ բարդ օրերում, երբ գաղտնիք չէ, որ հատկապես մեծ եղերնի ծանր դեպքերի ազդեցության տակ ներազգային կյանքում բավականին լուրջ խնդիրներ էին առաջացել եւ հաճախ էր դրվում արևելահայի, արևմտահայի եւ այս տիպի խնդիրներ։ Մուրադը այդ օրերին եւ իր ամբողջ կյանքի ընթացքում ցույց տվեց, որ ինքը ամբողջ հայ ժողովրդի զավակն է, որ իր համար հայրենիքը մեկն է։ Դա եւ Զանգեզուրն է, եւ Սեբաստիանը, եւ Սասունն է, եւ ցանկացած կետ։ Եվ Բաքվի հայությունը։ Եվ իր համար եւ նաեւ Բաքվի հայությունն էր, որովհետեւ նա փայլուն գիտեր, որ Բաքվում ինքը կռում է ոչ թե խորհրդային իշխանություն պաշտպանելու համար, այլ Բաքվի հայության համար եւ ինչու՞ չէ, նաեւ նորահռչակ Հայաստանի Հանրապետության վիճակը փոքր-ինչ թեթևացնելու համար։ Այ իսկական հերոսն է, իսկական հայն է, որի համար բնական է պիտի նշանաբան լինի, որ չկան արհեստականորեն գծված սահմաններ, չկա ազգության արհեստական բաժանում, ազգը մեկն է, ազգի շահը ընդհանուր է։ Ազգը կարող է իր խնդիրները լուծել միայն եթե ընդհանուր շահն է գիտակցում, ազգը ձախողվում է, եթե ազգի մեջ կան տարբեր խմբավորումներ, որոնք դնում են տարբեր ազգային խնդիրներ եւ փորձում լուծել առանձին։ Սա կարևոր դաս է եւ կարծում եմ Մուրադ գործչի բնութագրող պահերից մեկը հենց սա է։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք Սեբաստացի Մուրադի մասին որոշ կարծիքների։ Սեբաստացի Մուրադը մի ցայտուն բնորոշ տիպ էր եւ ժողովրդական հերոս, բառից լայն առումով։ Նա ապրում էր գյուղերում, պարզ համեստ նիստուկացով։ Մուրադն ու յուրայինները ապրում էին գյուղացու նման, կերակրվում էին մածունով, հավքիթով, պանրով, անգամ ցամաք հացով։ Նրանք պահանջկոտ չէին, ժողովրդի հետ շատ լավ էին վարվում։ Երիտասարդներին հավաքում էին, խմբեր կազմում, երգեր էին սովորեցնում եւ հերոսական պատմություններով ոգևորում էին նրանց։ Բարոյական բարձր զգացումներով տոգորված մարդիկ էին այդ հայդուկները։ Նրանք երկար ժամանակ ապրեցին Զանգեզուրում, բայց ոչ մի անբարոյական դեպքի առիթ չտվին։ Գյուղացիները նրանց անունով էին երդվում ու հիանում նրանց բարոյական մաքրության վրա։ Ներսես arczepiskopos Մելիք Թանգյան, ազգային եկեղեցական գործիչ։ Արդարև ես չեմ հիշում մեր հեղափոխական մարտիկներից մեկը, որ այնքան խորունկ ու ամբողջական տպավորություն թողած լինի վրաս, որքան Սեբաստացի Մուրադը։ Ահ Մուրադը, հայ ժողովուրդը իր կորուստների եւ կսկիծի անսահմանության մեջ հաճախ ժամանակ չունի գլուխը օրհնությունով հակելու իր լավագույն զավակների վրա։ Եվ ինչ հմայիչ, ինչ խոհուն էր Մուրադի զրույցը։ Ամփարասեր խառնվածք, բաց միտք, հստակ իմացականություն։ Մուրադ կարող էր վեճի նստել ամեն հրապարակախոսի, ամեն մի հասարակագետի, գրագետի հետ, միշտ ավելացնելով մի անուշ ժպիտ, թե դե մեկ ժողովրդի մարդ ենք, անգետ ռամիկ ենք, ավել պակաս կներեք։ Ավետի Սահարոնյան, գրող, հրապարակախոս։ Մուրադը Զանգեզուրում իր նվաճած հաղթանակով սարսափի է մատնել թուրք տարը։ Նիկոլ Դուման, Ֆիդայապետ։ Հաղորդումը կցանկանայի ավարտել Մուրադի օրագրից հետևյալ հատվածի ընթերցմամբ 1915 թվական օգոստոսի 16։ Ընկերներս ազատություն կամ մահ կխնդրեն։ Ես մահ չեմ ուզեր, ազատությունը կուզեմ տեսնել։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա հաղորդումը նվիրված էր հայոց ազատության նվիրալ Սեբաստացի Մուրադին։ Հաջորդ հաղորդմանը կներկայացնենք
Հայ ցեղասպանության 50-րդ տարելիցը ոգեկոչող եւ համազգային զարթոնքը սկզբնավորող Յակով Զարոբյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայրենիներին։